Ողջույն, մենք սկսում ենք Հարազատը Հյուսիսից նախագծի երկրորդ սեզոնը և այս տարվա մեր առաջին ուղղությունը Վորոնեժ, գնալու ենք գնացքով, այս գնացքով։ Երևանից Վորոնեժ հեռավորությունը ավելի քան 1700 կիլոմետր է։ Գրեթե մեկ օր է հարկավոր Հայաստանի մայրաքաղաքից Վորոնեժ հասնելու համար։ 2015-ից Երևանից Վորոնեժ և հակառակ ուղղությամբ շաբաթը մի քանի անգամ օդանավեր էին թռչում։ 2022-ի փետրվարից բոլոր թռիչքները դեպի Վորոնեժի օդակայան դադարեցվել են ռուս-ուկրաինական մեծ հայտնի իրադարձությունների պատճառով։ Երևանից Վորոնեժ և հակառակը կարելի է նաև ավտոբուսով մեկնել։ 43 ժամ է ճանապարհի տևողությունը։ Մեկ ուղևորի տոմսի արժեքը 6000 ռուբլի կամ 30,000 դրամ։ Մենք Մոսկվայից գնացքով Վորոնեժ հասանք 6 ժամ 56 րոպեում և սկզբում գնանք քաղաքը տեսնել։ Վորոնեժը անվանում են ռուսական նավատորմի օրան, հենց այստեղ Պյոտր առաջինը ստեղծեց ռուսական առաջին ռազմածովային նավատորմը։ Մենք գտնվում ենք Վորոնեժ գետի ափին, պատմում են, որ հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ Հիտլերի բանակը հասել է Վորոնեժ, կարողացել է գրավել միայն քաղաքի աջ մասը, իսկ ձախ մասը անցնել գետը և գրավել չի հաջողվել։ Ապրես տարոն ջան, գնացինք։ Վորոնեժի մարզը հայտնի է իր բերրի հողատարածքներով։ Այս մարզը ռուսերեն անվանում են Ստալիցա Ցենտրալնոյ Չեռնոզեմիա։ Համարվում է, որ հենց Վորոնեժում են աշխարհի ամենավորակյալ հումուսով հարուստ ծևահողային տարածքները։ Մեր հայրենակիցները Վորոնեժում հիմնականում զբաղվում են ճանապարհաշինարարությամբ։ Ունենք նաև հայտնի բժիշկներ, մարզիկներ։ «1995 թվական Վորոնեժի օպերայի և բալետի թատրոնի այս շենքում տեղի էր ունենում ԿՎՆ-ի առաջին լիգայի կիսաեզրափակիչը, մասնակցում էր նաև հայկական Նոր հայեր ԿՎՆ-ի թիմը, Գարիկ Մարտիրոսյանը, Արթուր Ջանիբեկյանը և մեր մյուս տղաները փայլուն ելույթ են ունենում և դուրս գալիս եզրափակիչ փուլ։ Ես առաջարկում եմ հիմա դիտենք մեր Նոր հայեր թիմի ելույթից մի հատված, որը տեղի է ունեցել հենց այս շենքում։ Осень, Воронеж, Харьков, Донецк, хорошо. Иркутск, хорошо. А армяне куда лучше. А как это куда лучше? Ну, куда лучше, туда и армяне. Вот именно поэтому мы и в Воронеже. Здравствуй, Воронеж. Добрый вечер. А с чего начинается Воронеж? Со станции Отрошка. Какое прекрасное имя. А вот мне первым делом воронежские девушки в глаза бросились. Это почему же? А мне глаза красивые. Как известно, самая красивая в мире нация – это армяне. Возьмем, например... Поверьте мне на слово.
КВН? Да. Воронеж, полуфинал? Ну? Не подскажете, который час? А что тебе подсказывать? Сам думай. Значит, точно 20 век. Я к вам из будущего. Кстати, у вас внуки есть? Нет. Будут. Они помнят эту встречу и просили передать вам вот это. А мне пора, мне еще Чапаеву нужно кое-что передать на речь. Там записка, читай. Тут записка, читай. Дорогие КВНщики из Еревана, посылаем вы. вам символ самого главного в будущем. Там пиво. Нет, там $1 миллион. Открой. А давайте откроем, а? О, это голубь, символ мира. Мир в будущем немыслим без мира в настоящем. И дай Бог, чтобы все приключения на нашу голову были бы только от этого голубя. Дай Бог! Վորոնեժի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում մեր հայրենակիցները նշում են Տիառն Ընդառաջի տոնը առաջին անգամ հոգևոր հոր մասնակցությամբ, չնայած եկեղեցին կառուցվել է 2015 թվականին, բայց այն օծվել է բոլորովին վերջերս 2024-ի նոյեմբերին եւ այստեղ հոգևոր ծառայության է նշանակվել Տեր Արսեն Քահանա Իսրայելյանը եւ այսօր նրա օրհնությամբ նախ եկեղեցում տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ, ապա եկեղեցուց կրակը դուրս բերվեց եւ վառվեց եկեղեցու բակում խարույկը, որի շուրջ հավաքված մեր հայրենակիցները երգում են, ուրախանում են եւ այստեղ, ինչպես հասկանում ենք, ավելի է ակտիվանում հոգեվոր կյանքը։
կնոջս ասում եմ, ասեմ Ալեքսիա, ես պետք է անպայման եղնեմ մեր խաչքավորը, որովհետև ես չեմ կարծում որևիցե հայ, ում առաջարկեն ելնի եկեղեցու խաչքավոր, հրաժարվի, որովհետև ոնց կարելի է տենց պատվից հրաժարվել։ Ու որ ես ստացա այդ առաջարկը, ընդունեցի մեծ սիրով ու այդ օրվանից ես կողմ դες եկեղեցու հետ ասենք կապված էի, սիրում էի իհարկե, այս օրվանից ես կողմ ոնց որ ավելորդ պարտականություն, մի անգամ եւս պարտականություն զգամ, որ ես եթե այնվա գալու էի, ասենք 3 շաբաթը մեկ, հիմա պետք է ամեն շաբաթ գաս, դու պարտավոր ես, մի բան ավել անես քո հայ ազգի համար, ու ցենց անհանգիստ մտածելով դաժե մեկ Տեր Արսենն ասում Վահագ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է, լավ կլինի, ասում չէ Տեր Արսեն, թող կանենք, որ ավելի լավ եղնի։ Եկեղեցուն սիրելը իմ մոտ եկել է իմ տատուց։ Տատես միշտ տանը իր իգուները ոնց որ ինքն էր ասում ուրփաթ մութ, կիրակ մութ, սրբերի նկարները դնում էր ու մոմ էր վառում։ Ես դաժե երեխա ժամանակ մտածում էի երբ է գալու ուրփաթ մութը, կիրակ մութը, որ այդ օր գնամ տատիկան ստանը մնամ, որ այդ օր ես իր այդ մոմ վառեմ իր իգունը։ Տատս էր ասում էր իմ փայ Աստվածը, մերդեմ իմ փայ Աստծու, ես էլ եմ ասում, մերդեմ իմ փայ Աստծու հզորությանը։ Ասենք եղել է, որ մի գործ եմ ունեցել, մի աշխատանք եմ ունեցել, թե դա զուգատիպություն է եղել, թե դա իմ փայ Աստվածի օրհնանքն է եղել։ Մտել եմ եկեղեցի, մոմեն վառել, ասել եմ Աստված ջան, այս գործս թող ստացվի։ Գնացել եմ ու ստացվել է։ Եկեղեցին հզոր է, ինչի մասին է խոսքը։ Հասարակ մի բան, որ մենք օրվա մեջ մենք քանի անգամ ենք օգտագործում Աստված բառը։ Շատ անգամ։ Փառք Աստծո, Աստված ոչ անի, տա Աստված, Աստված առաջ։ Մենք քիչ ենք ուրիշ բառ օգտագործում, քիչ ենք միշտ դիմում Աստվածին։ Տեղներս նեղա Աստվածին ենք դիմում, տեղներս լենա Աստվածին ենք դիմում։ Իմ եւ բոլոր մեր հայ ազգի անունից շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ես անհատական անուններ չտամ, բայց բոլոր այն մարդկանց, ովքեր թեկուզ մի փոքր նոմա ունեն այս եկեղեցու բացման համար, որովհետեւ սա մեր Վարոնեժում ապրում են գրեթե 35,000-ից 40,000 մարդ, հայ։ Ու այս եկեղեցին բոլորն են տուն ունեն, տեղ ունեն, ով իր բնակարանը, ով վարձով, բոլորն ապահոված են, ապրում են, վատ չեն ապրում մեր հայերը, փառք Աստծո։ Բայց այս եկեղեցին ոնց որ դարել է իրանց իսկական տունը։ Ես օրինակ, եթե մեր մեջ ասած չէի սպասի, որ այս կար ժամանակում կարող է ամենօրյա կիրակնօրյա աղոթքներին այսքան մարդ լինի, այսքան հայ գա։ Ու դա մենակ ուրախալից է, որովհետև այդ նույն մարդիկ էլ են սպասել այսօրվան, շատ են սպասել։ Դրա համար ես եկեղեցին մեզ համար ոնց որ ասեմ ես տուն ունեմ, սա ոնց որ ինձ հերթական տանից մեկը, ու ոչ միայն ինձ համար, սա կարելի ասել մեր Վարոնեժի համարյա բոլոր հայերի համար, որովհետև սա սուրբ օջախ է, մեզ դա պետք էր, այս եկեղեցի մեզ շատ էր պետք։ Ուզում ենք սրբազանով երաժշտող Եզրաս Եպիսկոպոս Քրեսոսյանի օրհնության գիրը հանձնել մեր այս տարվա ժողովրդյան խաչքավորին, մեր սիրելի Վահագին, ով մշտապես աջակցություն է լինում։ Վորոնեժում մեր նկարահանումների օրերը համընկան եկեղեցական ևս մեկ տոնի հետ։ Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրն էր։ Սուրբ Զորավարի անունը կրող Վորոնեժի եկեղեցում այս տոնը նույնպես առաջին անգամ էին նշում։ Առաջին անգամ էր նաև Վորոնեժի հայ երիտասարդների օրհնության կարգը։ Եկեղեցի նաև ուխտավորներ էին եկել Մոսկվայից, Կալուգայից։ Շուրջ 3 ամիս է այստեղ եմ ծառայում եւ դժվարություններ բնականաբար կան, դժվարություններ կարող են լինել որոշակի հիասթափություն, դա հոգեվորականն էլ է մարդ, բնական կերպով պետք է այն մատնանշենք, բայց այդ դժվարությունները, այդ հիասթափությունները դրանք երկար մարդու մոտ չպետք է, տևական չպետք է մնան, չէ՞ որ այդ դժվարությունը, այդ հիասթափությունը մեկ աղոթքով կարող է հոդս ցնդել։ Մենք ենք քարոզում, որ այդ դժվարությունների, փորձությունների ժամանակ պետք է ապավինեք Աստծուն, Աստծո ներկայությունը, Աստծո
զորությունը պետք է զգաս եւ այդ աղոթքը, մեկ աղոթքը կարող է ամբողջ այդ փորձությունը, այդ հիասթափությունը հոտը ցնդեցնել եւ նոր ոգով, նոր եռանդով սկսել ծառայել։ Պատարագի խորհրդի ժամանակ, երբ որ շրջվում է հոգեվորականը, օրինակ, ասում է խաղաղություն ամենեցուն, խաղաղություն բոլորին եւ այդ ժամանակ որ տեսնում ես թե հավատավոր ժողովրդի մի բազմություն կա, ովքեր եկել են միասնաբար քեզ հետ, քահանայի հետ եկել են Տիրոջը փառաբանելու, դրանից մեծ երանություն քահանայի համար չի կարող լինել, դրանից մեծ ուրախություն չի կարող լինել։ Ժողովրդի մեջ այնպիսի ընկալում կա ու շատ լավ է այդ ընկալումը եւ քահանան պետք է այն արդարացնի, որ հոգեվորականը չեզոք անձ է, չեզոք ինչի համար եմ ասում, այսինքն ինքը ինչ-որ մի խմբավորման հետ չէ, մի խմբավորման հետ չի լինում, բոլորի հետ է, որովհետև Քրիստոսին էլ չէ, ավետարանում ոմանք մեղադրում էին ասելով, մաքսավորների, մեղավորների հետ նստած հաց է ուտում, չէ, ճաշում է կամ զրուցում է։ Քրիստոս ասաց, ես չեմ եկել արդարների համար, այլ եկել եմ մեղավորների համար։ Ահա մենք էլ այդ սկզբունքով ենք առաջնորդվում, մենք չենք դատում ինչ որ մեկը մեղավոր է կամ մյուսը արդար է, այլ մեզ համար այստեղ տարբերություն չկա, չպետք է լինի, այսինքն այդ զանազանությունը մենք չպետք է դնենք մարդկանց մեջ եւ ժողովրդի մեջ էլ այդ ընկալումը կա, այդ սպասումը կա, որ հոգեվորական այդ կերպով պետք է լինի, հոգեվորականի համար տարբերություն չկա, թե ինչ խավի է պատկանում մարդը, ինչ դասակարգի է պատկանում եւ առհասարակ հասարակության կողմից ինչ ընդունում ունի։ Այդ ընկալում ունենք, մենք էլ հնարավորինս Աստծո օգնականությամբ ձգտում ենք այդ կերպով առաջնորդվել, քարոզել, որպեսզի Սուրբ Սարգիս եկեղեցուն, Որոնեժ քաղաքի, որ հայությանը մեկտեղենք եկեղեցու շուրջ, որպեսզի եկեղեցին բարձրացնի, հայության դեմքը, դիմագիծը այս քաղաքում բարձրացնի, գլխավոր նպատակը Աստծո խոսքի քարոզչությունն է եւ ազգապահպանությունն է այստեղ մեր եւ մենք էլ հնարավորինս լծված ենք այդ աշխատանքին եւ ունենք նաեւ լծակիցներ այստեղ հավատացյալների խումբ մեր հայ առաքելական եկեղեցու, ովքեր այդ նույն գաղափարով առաջնորդվում են եւ ձգտում են աջակից լինել, որպեսզի մեր ընդհանուր այդ կարևոր գաղափարը կյանքի կոչենք։